Տղերքը իմ մանկության ընկերներն են։ Երկորով են եկել։ Ոչ մեկի չեն անհանգստացնում, կարող եք հարևաններին հարցնել։ Քեզ թվում է ինչու եմ ես այստեղ։ Հենց հարևաններից էլ հարցրել եմ։ Չեմ հասկանում բողոք հող ա եղել։ Ոչ թե բողոքող, այլ բողոքողներ։ Հնարավոր չի։ Մենք ոչ մեկի չենք անհանգստացրել։ Տիկին Լիլիա, եթե խոսքը գնում է Սվետայի մասին, մենք գիտենք, որ ինքը ամեն ինչից միշտ դժգոհ է։ Մենք Սվետային տեսած էլ չենք։ Ընդհանրապես տեսած չենք, բայց այս մի քանի օրվա ընթացքում մի 1000 անգամ լսել ենք իմ արև։ Հարտակ։ Դու գիտես, որ Սվետը կարող է պրոբլեմներ ստեղծել։ Հա, գիտեմ։ Եթե ուզում ես գլխիդ տանիք ունենալ, ընկերներիդ համար բնակարան փնտրիր։ Ու այսօր։ Ոնց այսօր։ Այսօր ոնց գտնեմ մի քանի ժամում։ Կամ միայն նրանք են բնակարան փնտրում, կամ էլ դու նրանց հետ միասին։ Արտակ ես լուրջ էր ասում։ Քեզ տենում է լուրջ էր ասում։ Մի քանի ժամվա մեջ մենք որդի ապատի տուն գտնենք, Արտակ ջանա։ Այ թե լորա։ Չէ, չունեմ ավել սենյակ։ Երկու ննջարանա, մեկում ես եմ, մյուսում Տաթևիկը։ Ես ձեզ հասկանում եմ, բայց չէ, մենք դեպոզիտ չենք կարող տալ, մենակ առաջին ամսվա վարձը։ Ալո։ Ալո։ Կյանքիդ մերնեմ շատ թանկ է, մի սենյականոցի համար ահավոր գին ես ասեմ։ Հա ինչն է պատճառը ես չեմ հասկանում, ախպեր, պատեր էդ ոսկուց, հա։ Սրտիդ մերնեմ, էլի քո տունն է, արջ չկա, բայց դե… Ասում է ուզում եք ուզեք, չեք ուզում ռուսների հետ գնով տանում են, ախպեր։ Ռուսներն ինչ կապ ունեն։ Ինչ իմանամ ինչ կապ ունեն, ախպեր, տանում են հմի։ Ախ, нет, а это очень дорого. Да, конечно, այդ ցավը տանեմ, я чисто ровный русский парень. Москвич. Алло. Ռուսերեն խոսացի գինը երկու անգամ բարձրացրեց։ Հա, հիմա ինչ ենք անելու։ Հա չգիտեմ, արա ուժը я ներվայնան եմ արա արդեն, ներվերես հատեմ։ Դուք ավելի լավ է Սվետայի հետ պայմանավորվեք։ Բայց դա հնարավոր է։ Հանգստացի, արա գուգու անպայման ներվայնցան։ Հանգստացի։ Արա եմ գնա։ Ասի հանգստացի էլի արայա։ Տիկին Սվետա։ Լիլիան արդեն եկել է։
Դե դուք ամեն ինչից տեղյակ եք։ Ինչի եք խափել Լիլիային ու ասել, որ մենք ձեզ խանգարում ենք։ Գուգո, սուս։ Խանութում եմ տեսել, սրանից էիք վերցրել։ Սրանից ես ինքս էլ իմ համար կառնեմ։ Տիկին Սվետա, Սվետլանա, Տիկին Սվետլանա, ձեր պատճառով տղերք ես գիշեր գնալու տեղ չեն ունենալու։ բայց ես ոչ մի չեմ արել։ Հաբա։ Լիլիային բողոքել եք։ Դա էլի։ Ուղղակի ուզում ենք հասկանանք պատճառը ինչումն է։ Աղմկում եք։ Սուտա։ Որ ասում եմ աղմկում եք, ուրեմն աղմկում եք։ Շքամուտքով բարձրանալ իջնելիս աղմկում եք։ Լավ, էլ չենք աղմկի։ Եթե հնարավոր է զանգեք տիկին Լիլիային ասեք։ Կմտածեմ։ Տղերք եկեք գնանք։ Սրանից օգուտ չկա։ Դա էլի։ Անիմաց ժամանակի կորուստ է։ Արի Գուգո։ Արա դե առաջ եմ երելի, արա ներվերես հատեմ արի, չէ։ Ագուգո աշկիս էսօր գնանք կայարանը մնանք։ Աթո տանտերը գա տենա, որ տանը մարդ չկա, փոշմանած հետ գնա, մենք էլ էլի հետ կգանք էլի։ Գարո հոտ հակուն չենք ապրելու ստեղ։ Այդ սվետը մեկը կտենա։ Ագուգո ջան, ճիշտ ես ասեմ, ախպեր, բայց տուն վարձելու համար էլ գումար ա պետք, վաբշե գումար չունենք, է։ Ոչ մեկ չի ասում եկեք իմ տան մեջ հանգիստ ապրեք, հետո ձեր ձեռը փող կլինի կվճարեք։ Ասում եմ կարող այդ սրճարանի տիրոջն ասենք, մեր աշխատավարձը շուտ տա, հա։ Ագուգո ջան, կլինի շաշ դուր չտաս արա, ամենք հələ պարզել չի աշխատելու ենք ընդ թե չէ արա, ինչ աշխատավարձի մասին ա խոսքը։ Տղերք, ուշադիր լսեք։ Սվետը համաձայն է զանգի Լիլիային։ Բայց մի պայմանով։ Պայմանը ո՞րն է։ Միայնակ երիտասարդ կին է։ Պահո։ Կարող ես տենց էլ հասկացել էի, որ դա իմ վրա աչքը դրել, գիտես։ Արտակ լուրջ ես ասեմ։ Հա, բայց Գոգո ինչ է քեզ հավանել։ Հե՞։ Լսի, ինքը ուշադրության կարիք ունի։ Կոնյակ ու ծաղիկները վերցրու գնա, նստեք, զրուցեք, շփվեք իրար հետ։ Արտակ ջան, ինչ ես խոսում, ես իր հետ ինչ պետք է խոսամ։ Ինքը թեման կբացի։ Հավատա միակ ելքը է դա։ Լսի, դու իրա սիրտը կշահես, ինքն էլ կզանգի Լիլիային կասի, որ չեն խանգարում։ Դե եթե միակ ելքն է դա։ Ագուգո տաղա ես քեզանից չէի սպասեմ հորս արև։ Կարող մի բարդացրու։ Արտակ ջան, որ հետո չկարենա փող գամ։ Գոնե ժամանակ կշանք, տուն կգտնենք, կտեղափոխվենք։ Ես չեմ գնալու, ուրիշ բան մտածեք։
Բայց ես զարմացա։ Ինչից։ Թե ինչի է Սվետան ինձ թողած Գարոին հավանեց։ Եսի։ Արտակ, կարող եմ մի բան կա ինձ չես ասում, հա։ Արի Գուգո։ Արա առաջ հեգի էլի, արա ներվեր ես հատեմ արա, չէ։ Արտակ ջան շուտ արա ժամանակ չունեմ։ Մի րոպե։ Հիմա ինչ։ Կարամ անկեղծ լինեմ։ Դե եթե այդքան ուզում ես։ Իրականում մենք գնալու տեղ ունենք։ Տուն կա, որ կարանք տեղափոխվենք։ Բայց Գարուն չի ուզում։ Ինչի։ Ոնց ասեմ։ Սիրահարվել, հա։ Ձեզ է սիրահարվել։ Բակում ա տեսել։ Ու ասում ա ես Իրանից, այսինքն ձեզնից հեռու չեմ կարող ապրեմ։ Գարոն որ մեկն էր։ Գարուն ծաղիկներով է։ Ասում ես որտեղ է տեսել։ Բակում։ Հետո ձեր հետևից բարձրացել է վերև։ Հասկացել է, որ էս է ձեր բնակարանը։ Եկավ ինձ ասեցի, չէ, տիկին Սվետլանայի սիրտը շահել է այդքան էլ հեշտ գործ չի։ Դե հա, դա այդպես է։ Դե։ Դե չեք ուզում էլ ինքերոջը շանս տակ։ Օրինակ ինչ շանս։ Դե օրինակ բարձրանա վերև, նստեք, զրուցեք, ճանաչեք իրար։ Ուրիշ երբ չգտա։ Արտակ ջան, քեզ էլ տուն պետք չի։ Ինչի։ Դե որ Գարոն իմացավ, Հասկանում ես Գարիկ։ Կարո։ Գարիկ։ Արի չշտապենք։ Արի իրադարձություններից առաջ չընկնենք։ Ես քեզ հասկանում եմ։ Բայց ախր մեր տարիքային տարբերությունը։ Ես լրիվ համաձայն եմ։ Դե ես գնամ։ Հա, գնա օգնի ընկերներիդ, հավաքեք իրերը, որ ազատեք բնակարանը։ Չնայած չի գնամ։ Շատ լավ էլ նստած զրուցում ենք։ Շատ հաճելի է։ Ես ինչ գործի ես։ Չես տենում։ Հա։ Ասում եմ չես տենում։ Նոր մի բան իմացա։ Նստի։ Հա դու սարքել ես դու նստի։ Այն ձեռից էլ ոչ մի հաթոր չի բրցել։ Պետո։
Արտակի մերը Սեդային ասել, Սեդան էլ կնոջս ասել։ Ինչ։ Ու երեխեքին բան չի եղել։ Ասում է Արտակի տանտերը երեխեքին տանից հանում է։ Այսօր Արտակն է զանգել մորն ասել։ Ոնց թե։ Ինչի համար։ Բա ինչ պետք է անեն։ Այ շատ իմանում։ Որ տուն չճարեն, մեզ կզանգեն։ Հա որ։ Հա։ Եթե չզանգեն, ուրեմն մեզ ընդհանրապես չեն վստահում։ Կամ էլ չեն ուզում անհանգստացնել։ Աբա Մարգար ջան, էլ որ օրվա համար ենք։ Մարգար։ Իզուր թողեցինք, որ մնան այնտեղ։ Դե սպասենք, կարող է զանգում են։ Ես կզանգեմ։ Չէ, թող տենանք ինչ են անում։ Համբերի էլի։ Ասում եմ շոկ է, չէ։ Շանչելու ոտ չեկա հիմա։ Հա որ խնդրեմ մի բաժակ ջուր կբերեք։ Հիմա բերեմ։ Բերեք։ Ալո, արա Արտակ, այս քեզ հորը սարեր սպանելու եմ, թելոյի սարև արա։ Կարո՞։ Ինչ ա եղել։ Արա Արտակ իմ արև ես չեմ հասկանում ես կնգա ուսած ինչ արա։ Այ ես հերու եմ նստեմ, սա գալիս է ավելի մոտիկանը մարա։ Ես հերու եմ նստեմ, սա մոտիկանը մարա։ Ես հերու եմ նստեմ, ամի խոսքով ներվայնանում եմ արա։ Այս ինչքան պատի մնամ ըստե։ Լսի խոսք ցիտանից ասա, որ ուզում ես իրան մոտիկ լինես։ Այ ես եմ ուզում մոտիկ լինեմ։ Հա, ասա, որ եթե տնից հանեցին, իրանից հեռու կլինես ու այդ քո համար մեծ ստրես է։ Արա Արտակ հո դու շաշ չես արա։ Լսի, դժվար է քո համար։ Որն ավելի հեշտ գնանք կայարանում քնենք։ Այս ինչի մեջ ընկա արա։ Չգիտեմ սրա վերջին ինչա լինելու, բայց հիմա գոնե ժամանակ կշահենք։ Դուրս չի գալիս, գիտես։ Կարևորը Գարոյի դուրը գա։ Շնորհակալ եմ։ Սառներ։ Ահա որ սառներ։ Ափսոս որ տեղափոխվում ենք, էլի։ Ջրի համար ես ափսոսում։ Չէ, ձեզ համար։ Ինչ նկատի ունես։ Ադե որ գնանք ձեզանից հերու ենք, էլի լինելու։ Հերու եմ լինելու, էլի ես։ Իմ տանտեղը գիտես։ Համարս էլ կտամ։ Չէ, այդպես չի լինել։ Մարդուն որ իրականում չտենաս, պատահական բակում չհանդիպես, աստիճանների վրա չհանդիպես, ռոմանտիկան դա է էլի։ Օրինակ գիշերով պատուհանից նայես, ու զգաս որ ինքն էլ է էլի նայեմ։ Դրա համար հիմա Դրա համար ստիպված ձեզ պետք է ասեմ հաջողություն, ընդմիշտ։ Բայց ինչ այդքան կտրուկ։ Աբա էլ ոնց, շատ մեծ տրես է դա։ Այս բազմաշենը մի ձի ունեմ,
որ ես մի քանի օր եկել եմ քաղաք, չէ, ա մի կտոր խոտ չի կերե ձևի հիմա, ստրեսների մեջ է, ա կենթանին որ կենթանի է, չի դիմանում էլ, անենց որ ես գնացի, Սպասի։ Երանի քեզ լուրջ եմ ասում։ Կարող է ես էլ ներվերս սենց եմ հանգստացնում։ Մեզ էլ նորություն էր։ Լիլիանա քաշվանք։ Հա, տիկին Լիլիա։ Հա։ Հասկացա։ Դե որ ասել է ուրեմն ոչ մի խնդիր։ Ինչքան։ Հա, բայց ինչ տարբերություն ձեզ համար։ Լավ, հասկացա։ Էլի շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Հաջողություն։ Հա։ Չգիտեմ Գարոն Սվետայի տանն ինչ բանի է, բայց մեզ էս տնի շեն հանում։ Խեղճ գալու։ Լավ, մի չափազանցրու։ Լիլիան ասում է Սվետան զանգել ասել է մեղք են տղաները թող մնան, բայց մի պայմանով որ չաղմկեն։ Մեկ էլ ասում է որ հետդ էլի մնացողներ կան վարձդ հանգացնում է։ Ասա իր ապրողներն են շատացել, ոչ թե սենյակները։ Չֆայմեցի գիտես Գուգո։ Կարոս տնաս ոնց է։ Կարող է բռնել բաց չի թողնում։ Արի շուտ արա։ Բարև ձեզ։ Քեզ էլ բարև Տաթերիկ ջան։ Գործ ես գնում։ Հա։ Մելսիդա տատն ասեց, որ Լիլիան էր եկել։ Այդ քո Մելսիդա տատը ամեն ինչ գիտի, հա։ Գուգո։ Հանումած ես, հա։ Էլ չէ, Սվետը բողոքել էր, բայց ոնց որ համոզեցինք։ Հա։ Հետաքրքիր է ոնց։ Սվետին ինչ-որ բան համոզելը շատ բարդ է։ Հա, ոնց, ես անպայման կզանգեմ։ Դե կսպասեմ։ Պարզ է թե ոնց։ Բայց ամեն դեպքում շատ լավ է։ Բնակարանային հարցը լուծված է տղաներ։ Ձեզ շնորհավորում եմ։ Հուսով եմ բռնություն չի կիրառել։ Կարո ջան, բայց ինչ է։ Ուրեմն ուշադիր լսեք ձեզ ինչ եմ ասեմ։ Եթե ես մոքիրը ընձի մի հատ էլ պաչեց, դուք հաստատ անտուն եք մնալու, ուսկացաք։ Հա, բայց ինչի մենք։ Բա դու։ Հա ես ինչ, ընձի տեղ կտա ապրելու, բայց դուք 100% առանց կտուր եք մնալու։ Տգնայի ան է, արա։ Բայց մի րոպե կարևոր հարցը մոռացանք, է։ Ինչ հարց Գուգո։ Ստելաս։ Արի, հետո խոսանք կա։ Կարո։ Լսեցի ոնց է անկերներին ասում, որ էլ չի թողնելու, որ Սվետը իրան պայչի։ Ոնց էլ մտքներով անցել է Սվետին իրար ծովանել։ Բայց դե մեղք էին էլի տուն կորցրեցին։ Հիմա ախր շատ դժվար է տուն գտնելը։ Հուսով եմ Սվետը խելքը գլուխը կհավաքի ու այդ երեխեքին հանգիստ կթողնի։ Գիտեք հետո ինչ ասեց։ Հետո ասեց, որ որ պայչել էր, այ այստեղ, այս տուշիկի վրա կարմիր շրթներ կամացել են նստի ծաղել։ Հա, ես ինչ է, ես ինչ եք անում։
Այ հաշիվը կորցրեցի։ Հա, հասկացա, բա սա ի՞նչ է։ Այս հավաքածս փողն է։ Մի քիչ էլ քարտից կա։ Այս մեզ հերի կա մի որոշ ժամանակ։ Տղերք վարձը թանկացրել է, պլյուս մեր ապրելու ծախսը։ Դե հեսա որ սկսենք աշխատավար ստանալը, ադե մենք եք ավելացնենք էլի։ Գարո ջան, որ սրճարանում քեզ թեյավճար են տալիս, մի հրաժարվի, այդ մեր աշխատավարձի մի մասն է։ Ուրիշ տուն տեղափոխվելը ձև չի էլ, տղերք։ 238,000։ Գարո ես փով, մեր գյուղը մեր ընտանիք 2 ամիս հանգիստ կապրի։ Տղերք, պետքա խնայելով ծախսենք ու մտածված։ Ես իրան ասում եմ արի ամուսնանանք, ինքը ինձ ասում է Գուգո դու ինձ են ասա ինչ պետք է ասես։ Ախր Գուգո ջան, դա շատ նորմալ է։ Բա մարդուն առաջին անգամ ես տենում։ Բա պար չի որ դա պետք է ասես։ Ինչ է բարա։ Բայց ինչ է բարա, ախպեր։ Հենա գնում ենք, հագնենք ու գնանք։ Արտակ դու ես։ Արտակը չեմ, բայց գործի համար սրտացավ մարդ եմ։ Մենք գնում ենք, դու սիրտդ խնայ ապուլ ջան։ Գարո ասում եմ Արտակին պիտի մի բան անենք օգնած լինենք։ Այդ մարդը էս այդ հավաքած փողի մեծ մասը տալու է այս ամսվա տանվարձ։ Գուգո ջան, դե հսկացանք էլի, հսկացանք։ Քեզ ասեցի մի բան անպայման կանենք, վայ, արի։ Կամ չնայած, հələ էս կոշկի է։ Մի հատ հավի կատլետ, մի հատ էլ ցեզր։ Ապեր ջան, ես բա դու ինչ ես անում ստեղ։ Քեզ ինչ գործը տարա։ Երկու բաժակ։ Ուգո, լիկյորը վերջացել է։ Ես էլ բառը չեմ կարա թողեմ, որ խնդրեմ կգնաս վերես։ Հա, հարց չկա, ասա որտեղից։ Պայստից։ Ящикներով դրած, այս սրանից էլի խնդրեմ։ Ես սա բերեմ։ Հասկացա։ Հա, Արտակ ջան, ես էլ քո կոֆե։ Ապրիշ։ Էդ ինչ ես անում, որ Հաշվարկ եմ անում։ Պակասորդ է տալիս չեմ հասկանում որտեղից է սխալը։ շատ է պակասը։ Ավելի շատ քան անցած ամիսեր։ Այսինքն անցած ամիսեր է պակասը։ Ու դրա առաջին ամիսն է։ Աշեֆը տեղյակ է։ Հա, աշխատավարձից է սպայեց։ Եթե այս ամիս էլ պակասեց, ամբողջն է պայել։ Արտակ, բայց դա քո մեղքով է։ Ես ինչ ասում։ Մի րոպե մի։ Ապրեն ու Գուգոն ուր են։ Դե Գուգոն պահես տմա, ապորն էլ ես գնամ սպասալ քեզ։ Որոշեցի կարծեմ։
Լսում եմ քեզ։ Ապա ես ինչ բան ես։ Մթերք պետք է տանեմ խոհանոց, դու ինչ գործ ունես այդտեղ։ Եկել եմ լիկյոր տանեմ, Արմանն ա ուզել։ Դե տար։ Հա, բայց մոռացա, որն էր։ Արման ես կօգտագործի տար։ Բա դու չես գալիս։ Չէ, հələ չէ։ Լավ։ Ապել, բայց ոնց որ ես չէր է։ Ապել։ Էսի քիչ է։ Դե հիմա այդքանն է, քեզ ինչ է թվում, ես եմ արտադրում։ Օրելի լինի կզանգեմ։ Բա ես ով էր։ Լեղաճակ հարիր։ Ես ինչ է իրանում։ Գուգո կուզես փող աշխատես։ Պատահաբար լսեցի փողի կարիք ունես։